Բարև ձեզ, եթերում կրկին անկախության սերունդ երիտասարդական հաղորդաշարն է։ Այսօրվա մեր տեսանյութերը հիմնականում մեր հասակակիցների մասին են, բայց մինչ այդ տեսնենք, թե ինչ հետաքրքրական իրադարձություններ են տեղի ունեցել վերջին օրերին մեր շուրջը։ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մշակվում է ոչ ֆորմալ կրթության հայեցակարգը։ Օրերս նախարարության և երիտասարդական դաշտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկում էին հայեցակարգի նախագիծը։ Շուտով այն կներկայացվի կառավարության հաստատմանը։ Երևանի պետական համալսարանում օրերս հանդիպում էր կազմակերպվել ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանի հետ։ Ուսանողների միջազգային օրվան նվիրված այս միջոցառմանը հյուրը խոսեց ՀՅԴ ծրագրերի մասին, պատասխանեց ուսանողների հարցերին։ Ավարտվեց Հայաստանն իմ հայրենիքն է հանրապետական երիտասարդական երկրորդ փառատոնը։ Շուրջ 4 ամիս տևած ծրագրին մասնակցեցին ավելի քան 700 երիտասարդներ Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից։ Եզրափակիչ փուլին մասնակցած շուրջ 100 երիտասարդներից ընտրվեցին լավագույնները, մրցանակակիրները պատվոգրեր և հուշանվերներ ստացան։ Նոյեմբերի 20-ից 30-ը Երևանում անցկացվեց Նռան Հատիկ մանկապատանեկան թատերական փառատոնը, որին մասնակցում էին նախընտրական փուլը հաղթահարած 15 թատերախմբեր Հայաստանից և Արցախից։ Արդեն 6-րդ անգամ կազմակերպված միջոցառմանն այս տարի պետբյուջեից 2 միլիոն դրամ է հատկացվել։ Նոյեմբերի 21-ին Կոմիտասի անվան կամերան երաժշտության տանը տեղի ունեցավ «Պահպանենք մեր անկախությունը» խորագրով միջոցառումը։ Ծրագրին մասնակցում էին Զեյթունի հատուկ տիպի մանկատան, Բյուրեղավանի թիվ 1 հատուկ դպրոցի և Ջրաշենի թիվ 107 դպրոցի սաները։ Նրանք հանդիսատեսին ներկայացրեցին երգ ու պարի իրենց ունակությունները։ Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ արդեն շուրջ կես տարի է գործում է երիտասարդ առաջնորդների դպրոցը։ Այս ընթացքում դասընթացներին մասնակցել են 19-ից 35 տարեկան շուրջ 90 ուսանողներ, պետական գերատեսչությունների և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։ Օրերս Երևանի պետական համալսարանում կազմակերպված միջոցառմանը 24 ուսանողներ մասնակցության սերտիֆիկատներ ստացան։ Երիտասարդական տարբեր խնդիրների լուծում այսօր շատերս պետությունից ենք ակնկալում։ Նախարարություններին կից գործում են կառույցներ, որոնք իրականացնում են կառավարության ծրագրերը։ Մեր հաջորդ տեսանյութը երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի մասին է։ Այս տարի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը շուրջ 50 ծրագիր է ֆինանսավորել և իրականացրել, ուղղված հասարակական կյանքում երիտասարդների ակտիվացմանը, նրանց խնդիրների լուծմանը։ Երիտասարդական կենտրոնը ստեղծվել է 2002 թվականին կառավարության որոշումով։ Հիմնական նպատակը երիտասարդական միջոցառումների կազմակերպումն էր, պետական երիտասարդական քաղաքականության ակտիվացումը։ Քանի որ մինչև 2002 թվականը սկսած 97-6 թվականներից պետական երիտասարդական քաղաքականությունն իրականացվում էր միայն հասարակական կազմակերպությունների միջոցով և հիմնականում նպատակ էր դրած հզորացնել հասարակական կազմակերպությունները, բայց 2002 թվականից արդեն պահանջ ստեղծվեց կոնկրետ պետական երիտասարդական քաղաքականության արդյունավետության բարձրացման համար և երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը ստեղծեց կառավարության որոշումով։ Տարվա ընթացքում երիտասարդական կենտրոնի ֆինանսավորմամբ դաշտում գործող հասարակական կազմակերպությունները ծրագրերը իրականացնելու հնարավորություն են ստանում։ Կազմակերպության ծրագիրը համապատասխան փորձաքննության է ենթարկվում։ Ծրագիրը պետք է շունչ ունենա, ծրագիրը պետք է ակտուալություն ունենա, բարձրականություն ունենա, որպեսզի նա հավանության արժանանա եւ ամեն ինչ խելամիտ լինի ծրագրի մեջ, սկսված ծրագրի իրականացումից, ծրագրի նպատակից, վերջացած նախահաշվից։ Այնպես որ սա հիմնական մասերն է, մնացած արդեն ամեն մի ծրագիր ունենում է իր ուղղվածությունը եւ ամեն մի ծրագրին վերաբերվում են յուրովի, քանի որ փորձագետների հանձնաժողովը տարբեր նախարարություններից հավաքված փորձագետներ են,
ամեն մեկն իր բնագավառով տալիս է իր կարծիքը եւ արդեն նրանց համախմբված կարծիքով որոշվում է հավանության արժանացնել այդ ծրագիրը, որ մասով եղել է ծրագիր, որի արդյունավետությունը ոչ բավարար է գնահատվել եւ նման արդյունքներից ելնելով արդեն նման հասարակական կազմակերպություն այլևս ֆինանսավորման հնարավորություն չունի։ Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը պետական նշանակություն ունեցող ծրագրեր է իրականացնում։ Այս տարվա ամենամեծ ծրագրերից մեկը մարզային երիտասարդական կենտրոնների բացումն է։ Հիմնական խնդիրը ակտիվացնել մարզային երիտասարդությանը։ Մարզային կենտրոնները հիմնականում պետք է մշակեն ծրագրեր տեղի երիտասարդների համար եւ միջև այդ ծրագրերը մշակելը նախ հիմնական խնդիրը նա է, որ պետք է ծանոթանան երիտասարդների հետ, մարզերում գործող հասարակական կազմակերպությունների հետ եւ նախ կարիքների գնահատում անեն, թե ինչ կարգի ծրագրերի կարիքներ կան այդ մարզում, որպեսզի արդեն իրենց իրականացրած ծրագրերը պետքական լինեն այդ մարզում։ Կազմակերպիչները կարևորում են մարզային կենտրոնների համագործակցությունը, նախատեսվում է մարզային կազմակերպությունների ցանց ստեղծել եւ միջմարզային ծրագրեր իրականացնել։ Ներկայումս մշակվում է ուսուցողական դասընթացներ մարզային երիտասարդական կենտրոնների աշխատողների համար։ Ուսուցողական ծրագրի ժամանակ մենք իրենց տալու ենք այդ հիմնական գիտելիքները, թե իրենք ոնց պետք է ամենատարրական բաները, թե իրանք ոնց պետք է ծանոթանան այդ կազմակերպությունների հետ, ինչպես պետք է տարբեր միջոցառումներ կազմակերպեն, ինչպես պետք է կարողանան ճիշտ կարիքները գնահատեն եւ այլն։ Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը նաեւ Հայաստանը ներկայացնող կառույց է միջազգային տարբեր ծրագրերում։ Մենք փորձում ենք համագործակցել բոլոր այն կառույցների հետ տեղական, ովքեր ունեն միջազգային ծրագրեր։ Մոտակա ժամանակում, գուցե արդեն ամռանը, մյուս տարվա, կունենանք առաջին երիտասարդական փոխանակման ծրագիրը, որը կանենք այստեղ մեր միջազգային գործընկերների հետ։ Պետությունը կարևորում է աջակցությունը երիտասարդությանը։ Չկա մեկ այլ ոլորտ, որտեղ բյուջետային հատկացումները այդքան արագ ավելանան։ 10 տարի առաջվա համեմատ այսօր երիտասարդական ոլորտի բյուջեն 10 անգամ ավելացել է։ 2006 թվականի բյուջեն մոտ 200 միլիոն դրամ է ծրագրային բյուջեն, որոնք որ հատկացվում են երիտասարդական ծրագրերի իրականացմանը, դրա մոտ 60-70%-ը մենք տրամադրում ենք հասարակական կազմակերպություններին։ Իհարկե ծրագրեր շատ կան, բայց այն ինչ որ պլանավորվում է տարեկան բյուջեով, գումարը բավականացնում է։ Երիտասարդական ոլորտում իրականացվող միջոցառումների մասին ինֆորմացիան տեղադրվում է երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի ինտերնետային էջում։ Մեր կայքում կա շատ օգտակար ինֆորմացիա երիտասարդական աշխատողների համար։ Նախ այնտեղ մենք ունենք գրադարան, գրադարանը 3 մասից է կազմված, առաջինը դա երիտասարդությանը վերաբերող Հայաստանի բոլոր փաստաթղթերն են այդտեղ ներկայացված է այդտեղ նաև տեղեկագիր Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների մասին եւ նաև էլեկտրոնային գրադարան ունենք երիտասարդական աշխատողների համար, որտեղ կա հայերեն լեզվով այն հիմնական նյութերի ուսուցողական ձեռնարկների մասին ինֆորմացիա, որոնք այժմ օգտագործվում են երիտասարդական աշխատանքում ողջ Եվրոպայում։ Ինտերնետային էջում ինֆորմացիա կա նաև եվրոպական երկրներում իրականացվող բազմաթիվ ծրագրերի մասին, որոնց կարող են մասնակցել հայ երիտասարդները։ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի կողմից իրագործված այս բոլոր ծրագրերն ուղղված են հասարակական կյանքում երիտասարդների ակտիվացմանը եւ համատեղ ծրագրերի իրականացմանը։ Նրանք ապրում, աշխատում և ստեղծագործում են Հայաստանում, որովհետև նրանք սիրում են իրենց երկիրը։ Հայաստան համահայկական հիմնադրամ։ Արդեն մի քանի տարի է բազմաթիվ կազմակերպություններ ոչ ֆորմալ կրթություն են իրականացնում Հայաստանում, սակայն երիտասարդները ոչ միշտ են տեղյակ այս հնարավորությունների մասին։ Պատճառներից մեկն այն է, որ տեղեկատվությունը հիմնականում զետեղված է ինտերնետում, հետևաբար եւ անհասանելի շատերին։ Ձեզ ենք ներկայացնում ինտերնետային մի քանի կայքեր, որտեղ տեղեկատվություն կարող եք գտնել ոչ ֆորմալ կրթության հնարավորությունների մասին։
Այսօր հայ երիտասարդը, որ հետաքրքրված է կրթական եւ գիտական նորություններով, կարող է ոչ ֆորմալ կրթության միջոցառումներ գտնել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Սակայն ոչ ֆորմալ կրթության հնարավորությունների մասին տեղեկատվությունը միշտ չէ, որ հասանելի է հետաքրքրվողներին։ Սեմինար պարապմունքների, դեբատների, փոխանակման ծրագրերի եւ բազմապիսի դասընթացների ու դասախոսությունների մասին կարելի է տեղեկանալ ինտերնետային կայքերից։ Եվ պետք չէ ասել, թե անգլերեն չիմացող հայ երիտասարդի համար բարդ է կարդալ անհրաժեշտ ինֆորմացիան։ Կան ինտերնետային կայքեր, որտեղ տեղեկատվությունը նաեւ հայերեն է։ 3w.undpi.am կայքում, որը ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ինտերնետային էջն է, ՄԱԿ-ի մասին բազմապիսի տեղեկատվությունից բացի կարելի է գտնել երիտասարդությանը վերաբերող կրթական, աշխատանքային եւ այլ միջոցառումների մասին տեղեկատվություն, սովորաբար առաջին էջի վրա տեղակայված։ Հայերեն եւ անգլերեն այս կայքում հաճախ կարելի է գտնել կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող միջազգային մրցույթներին մասնակցելու եզակի հնարավորություններ։ Օրինակ, մինչև 18 տարեկանների համար կազմակերպվել է մարդու իրավունքներ եւ աղքատություն թեմայով միջազգային մրցույթ փառատոնը։ Շարադրության այս մրցույթն անցեկացվում տարբեր ազգերի մարդկանց իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ։ Հայտերն ընդունվում են մինչև 2006 թվականի դեկտեմբերի 10-ը։ Մրցույթին դիմելու մասին կարող եք մանրամասն տեղեկանալ 3w.undpi.am վեբկայքի հայտարարությունների բաժնից։ 3w.armucenter.am-ը երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի պաշտոնական կայքը։ Տարբեր բաժիններից կազմված մի պորտալ է, որը վերլուծական եւ ինֆորմացիոն նյութերի շնորհիվ ոչ միայն տեղեկացնում է Հայաստանում կայացած եւ կայանալիք կրթական ու այլ միջոցառումների մասին, այլև ինտերնետային գրադարան կոչվող բաժնի տարբեր հղումների միջոցով հնարավորություն է տալիս անցում կատարել դեպի արտասահմանյան կայքեր։ Կայքի ինտերնետային գրադարանի առաջարկած հղումները կրթական ծրագրերի, ինչպես նաև երիտասարդների կրթական եւ աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ ուսուցողական նյութեր են պարունակում։ Հղումներից մեկն օրինակ տանում է դեպի 3w.coe.int ինտերնետային էջը։ Այստեղի կրթություն բաժնում տեղեկատվություն կա կրթություն Եվրոպայի համար ծրագրի մասին, որը դեմոկրատական քաղաքացիության եւ մարդու իրավունքների վերաբերյալ կրթության հնարավորություն է տալիս։ 3w.trainingyouth.net ինտերնետային կայքը կրթության հնարավորություններ եւ ուսուցողական նյութեր է առաջարկում երիտասարդ աշխատողների համար։ Սա Եվրոպայի խորհրդի եւ Եվրահանձնաժողովի համագործակցության արդյունքն է։ Համագործակցության այս ծրագիրը պարբերաբար կազմակերպում է կարճաժամկետ դասընթացներ, որոնց նպատակը հասարակությանը եվրոպական քաղաքացիության տարբեր բնագավառներին ծանոթացնելն է։ Ինտերնետն այսօր ոչ միայն տեղեկատվության անծայրածիր աղբյուր է, այլ նաև կյանքի գրեթե բոլոր ոլորտներ ներթափանցած հզոր մեխանիզմ, որի միջոցով աշխատանքի են ընդունվում, բուհեր ավարտում, դրամական օգնություններ ստանում, հեշտությամբ շփվում միմյանց հետ, երբեմն էլ ամուսնանում։ Եվ թող չվախեցնի այն փաստը, որ ինտերնետի անսահմանության մեջ շատ է նաև ոչ վստահելի տեղեկատվությունը, ինչպես օրինակ տվյալ կազմակերպությանն անհապաղ դիմելու կոչերը եւ ճանապարհորդություններ շահելու կապակցությամբ շնորհավորանքները։ Բազմաթիվ են ինտերնետային այն էջերը, որոնց վստահում են ողջ աշխարհում։ Երիտասարդ դաշնակահար Հայկ Մելիքյանի համոզմամբ լուրջ հաջողությունների հասնելու համար միայն տաղանդն ու աշխատասիրությունը բավարար չեն։ Մարդ պետք է նաև հաջողակ լինի։ Դաշնակահարի հաջողությունների մասին մեր հաջորդ տեսանյութում։ Յուրաքանչյուր աշխատանք իր նկատմամբ պահանջում է սեր եւ նվիրում։ Դաշնակահար Հայկ Մելիքյանը հավանաբար այս սկզբունքով է առաջնորդվում։ Երբ ճանաչում ես նրան, հասկանում ես, որ նա ապրում է երաժշտության հետ եւ երաժշտության համար։ Անվերջանալի համագործակցություններ, փորձեր, համերգներ։ Այսպես է սկսվում եւ ավարտվում Հայկի յուրաքանչյուր օրը։ Չեմ հաշվում ես ժամերը, իհարկե։ Աշխատում եմ ինչքան որ պետք է եւ ինչքան հնարավոր է շատ։ Հայկը երաժշտությամբ զբաղվում է 7 տարեկանից։ Ավարտելով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան համար առաջին երաժշտական դպրոցը, նա ուսումը շարունակել է Երևանի պետական կոնսերվատորիայում։ Այս ողջ տարիներին նրա ուսուցիչն է եղել պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենովը։ Երիտասարդ երաժիշտը վարպետության դասեր է վերցրել Լևենտե Քենեդիից, Պասկալ Սիգրիստից եւ Օքսանա Յաբլոնսկայայից։ Հայկի արտասահմանյան բեմելը կայացել է Հռոմում 2002 թվականին Կոնցերտո դի Կոնցերտի միջազգային փառատոնում։ Երիտասարդ դաշնակահարը հանրապետական ու միջազգային մի շարք մրցույթ փառատոների մրցանակակիր է։ Մենահամերգներով ելույթներ է ունեցել Իտալիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Մեքսիկայում։ Չնայած նրա երիտասարդ տարիքին, հայ եւ օտարազգի բազմաթիվ կոմպոզիտորներ իրենց նոր ստեղծագործությունների առաջին կատարումը վստահում են հենց Հայկին։
Հայկն ինքն էլ է վերջին տարիներին ստեղծագործում։ Հեղինակ է մի շարք օպերային տրանսկրիպցիաների, դաշնամուրային, վոկալ եւ կամերային ստեղծագործությունների։ Ես ներշնչվում եմ, երբ որ, չգիտեմ, նեղված եմ կամ ինչ որ փնտրումի մեջ եմ։ Իմ ստեղծագործությունները լուսավոր չեն։ Իմ ստեղծագործությունները մռայլ են, մի քիչ դաժան են նույնիսկ։ Հայաստանում Հայկը համագործակցում է երգչուհիներ Աննա Մայլյանի, Հասմիկ Զաքարյանի, ջութակահարուհի Մարինա Կոտելևսկայայի եւ ալտահար Վաչե Հովեյանի հետ։ Երաժշտության հանդեպ ունեցած նրա անսահման սերն է, որ չնայած առկա խնդիրներին օգնում է չկորցնել լավատեսությունը։ Ես երբ համերգ եմ տալիս, ես ինքս եմ անում ամեն ինչը։ Այդ ամեն ինչը համատեղում եմ, ինքս գնում եմ աֆիշաներ եմ տպում, չգիտեմ, վազում եմ դահլիճը վերցնելու համար, ինձ թվում է, որ լավ կլինի, ինձ էլ է թվում, որ լավ կլինի, չեմ կարող հստակ ասել, չգիտեմ, ուզում եմ, որ լավ լինի։ Այսօր երիտասարդ դաշնակահարն աշխատում է նոր ծրագրերի շուրջ։ Գարնանսկզբին պատրաստվում է մենահամերգներով մեկնել Փարիզ։ Հայկը համոզված է, որ հաջողության հասնելու համար հարկավոր է մասնակցել միջազգային տարբեր մրցույթ փառատոների, կատարելագործել սեփական ունակությունները, բայց ապրել ու ստեղծագործել հայրենիքում։ «405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը։ Եվ դրանից 46 տարի անց 451 թվականին հայոց գիրն առաջին անգամ ազատամարտի ելավ նվաճողների դեմ։ Զինագործները սրեր ու նիզակներ էին կռում, իսկ պատմիչներն ու դպիրները գրում էին մագաղաթեմատյաններ։ Ժամանակն ապացուցեց, որ ազգի գոյության ու հարատևման ամենազորավոր զենքը մեր սուրբ հավատքն է ու դարավոր մշակույթը։ Շուտով Երևանի պետական մանկավարժական համալսարանում ինտելեկտուալ և սպորտային մրցույթներ կանցկացվեն։ Բուհիուս խորհուրդը հաղթողների համար մրցանակներ է սահմանել։ Նույնատիպ միջոցառում կանցկացվի նաև Երևանի պետական agrarային համալսարանում։ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը շարունակում է երիտասարդական կենտրոններ ստեղծել ողջ հանրապետությունում։ Այս անգամ մենք դուք նրան երիտասարդական երկշաբաթաթերթում ընթերցեք հետաքրքիր հարցազրույց Լյուդմիլա Գուրչենկոյի հետ։ Թերթում կկարդաք նաև թե ինչ փորձ են ձեռք բերում հայ երիտասարդները միջազգային սեմինարներին մասնակցելիս։ Հաղորդաշարի նկարահանումներին աջակցել է Հայկազ գեղեցկության սրահը, հասցեն Մարշալ Բաղրամյան 50, հեռախոս 22 80 31։ Վերջ, այսօրվա համար այսքան էինք նախապատրաստել։ Գրեք մեզ, մեր էլեկտրոնային փոստի հասցեն է անկախության սերունդ շնիկ@newscenter.am։ Ձեզ հետ Շուշան Հովանիսյանն էր, կհանդիպենք։